Պարոն Պապոյանը հեղուկ գազի մասին, հա։ Ինչի մասին։ Հեղուկ գազի։ Գինը կարծես պապական ճիշտ է։ Եղավ Գևորգյան 10 օր առաջ ասել, որ շուկան կարգավորվելու է, կարգավորվելու է, լավ սպասվել է, գալու է, բայց ասեմ, նախ առաջինը, մայիսի սկզբին Հայաստան շատ քիչ քանակով հեղուկ գազեր մտնում, որի հետևանքով հիմնականում հեղուկ գազ չկար։ Մեր պլան մինիմումն էր Հայաստանում ապահովել հեղուկ գազի ծավալով։ Եվ այսօր դա արդեն ապահովված է Հայաստանում կա հեղուկ գազ բոլոր տեղերում։ Եվ գինն էլ 300 պլյուս էր արդեն։ Հիմա գինը ես նոր նայում եի ապարանում 240 է։ Արդյոք դա այն գինն է, որը պիտի լինի։ Ես կարծում եմ ոչ։ Պետք է իջնի, process-ը դանդաղ գնում է։ Երկրորդ կարևոր լուրը, երեք ինձ էկոնոմիկայի նախարարության կցորդը Իրանում զեկուցել է, որ Իրանից հեղուկ գազի արտահանման խնդիրը լուծվել է։ Դա նշանակում է, որ առաջիկա օրերին Հայաստան է մտնելու նաև իրանական հեղուկ գազ, որը գների վրա քիչեցնի ներքև դեպի էլի, որը նույնպես կարևոր է։ Եվ երրորդ, Ռուսաստանի Դաշնությունից հեղուկ գազը անխափան այս օրերին գալիս է, բայց Ռուսաստանի Դաշնությունում գների աճ է տեղի ունեցել, որոշակի, որը այստեղ իր ազդեցությունն ունեցել է։ Եվ ես հուսով եմ, որ իրանական գործոնը իր ազդեցությունը կունենա մուտքը գները էլի ներքև իջնելու ուղղությամբ։ Այնպես որ պլան մինիմում հեղուկ գազի քանակը կա, գինը 240, հա 5 րոպե առաջ եմ ապարանում տեսա 240, համաձայն վատ բարձր գին է, ես ուղիղ ասում եմ, եւ հիմա մենք աշխատում ենք, որ եւ Իրանից եւ Ռուսաստանից մեծ ծավալներով գա, որոնք պիտի նպաստեն գների իջեցմանը, բայց ես մայիսի 1-ին էլ եմ ասել, այս փուլում կարճաժամկետում վերադարձան 5 գներին մի քիչ պակաս իրատեսական եմ համարում, շատ պարզ պատճառով, որովհետև Ռուսաստանում գները ավելացել են եւ այնտեղ պետական ինչ-որ տուրք է դրվել արտահանման վրա։ Ինձ այդպես են զեկուցել նոր բաներ, հա, որոշակիորեն գնի վրա ազդեցություն ունեցել է, այնպես որ մեր օրակարգում է ես հիմա չեմ ուզում ասեմ գին, բայց եթե մի շաբաթ հետո անգամ 200 լինի, ֆանտաստիկ լավ կլինի, եթե մի շաբաթ հետո օրինակ արձանագրենք, որ ապարանում 240 չի 200, ֆանտաստիկ լավ կլինի, աշխատում ենք բոլոր ուղղություններով, որպեսզի գները իջնի, ամենակարևոր ասում եմ իրանական արտահանման այդ սահմանափակումը վերացվել է, մեր գործարանները կարող են Իրանից բերել, իսկ իրանյականը մի քիչ ավելի ցածր գնով է, հետևաբար հույս ունենք դրանով նաև գների վրա իջնի։ Ճիշտ ասած գյուղացիներից ասում եք, որ Իրանի վերք հեսնարի Հայաստանում ինչքան տոկնա չգիտեմ, մոտավոր ինչքան պետք լինի եւ արտահանման խնդիր եւ այլն գինը ինչքան կլինի արտահանման խնդիր չկա, չի կարող լինել, ազատորեն այս օրերին գնում է ԵԱՏՄ շուկա, ռուսական շուկա եւ գնալու է ավելին։ Սպիրտ, կոնյակի սպիրտ, կոնյակ ավելի շատ ենք արտահանում, քան անցած տարի, այդ նշանակում է, որ խաղողի մթերման խնդիր էլ չի լինելու, մրգերը գնում են, ջերմոցային ապրանքները գնում են, խնդիր չկա եւ աշխատում են, որ չլինի այս պահին չեմ եղել արձակուրդի մեջ, իմ տեղակալները զեկուցում են, արտասովոր դեպքեր չկա, կա տեղ կա, որ եղել է, բայց անցած տարի էլ է եղել, ինչ որ մի հատ ուրիշ տեղ, մեկ այլ ուրիշ տեղ, նրա նախ անցած տարին էլ է եղել, միշտ էլ այդպես է, եւ հետո մի հատ էլ բան կա, բույսերը նորմալ է, եթե անցած տարի ունեցել ենք ֆանտաստիկ գերարտադրություն, շատ դժվար է պատկերացնել, որ այդ ծավալի նույն ծառը այս տարի կբռնի, որ գյուղում ապրող մարդիկ կիմանան, ծառում մշակող մարդիկ կիմանան ինչ եմ ես ասում, այդպես է, մի տարի շատ է բռնում, մի տարի մի քիչ է բռնում, նորմալ է դա։ Այդ խնդիրը փոքր ծավալի խնդիր է մեր ջերմուկի արտահանման մեջ, այդ ծավալը, որը նշվել է, այդ ծավալից տասնապատիկներով ավել մենք դրանից հետո արտահանել ենք ու արտահանելու ենք։ Ժողովուրդ, այդ ոտով ասում եք 300,000 շիշ չէ օրինակ, դա գիտեք ինչքան է, 300,000 շիշը Հայաստանի չափահաս բնակչության 15%-ը մի շիշ օրինակ որ ջերմուկ ունի 15%-ը, մի օր
Մի օր։ Նկատի ունեմ, խնդիր չկա, մենք միլիոններով արտահանում ենք։